անուն տարածվեց, որ Հայաստանը Եվրամիությունից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար, այսպես Ռուսաստանի նկատի ունենալով։ Արդյոք նման բան կա եւ Եվրամիությունից Հայաստանը փաստորեն օգնություն է խնդրել հիբրիդային այսպես կոչված պատերազմի դեմ պայքարի համար։ Եթե անկեղծ ես այդ քննարկումներին, այդ process-ներին չեմ մասնակցել, իմ մասնակցությունը չկա, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իհարկե հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա եւ կամ որոշակի երկրներից, որոնք որ ուրեմն թիրախային այսպես չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինի ազատ ժողովրդավարական ընտրություններ եւ ժողովրդի կողմից ուրեմն ընտրված իշխանություն եւ բնականաբար երկրների սուվերեն իրավունքն է եւ պաշտպանել այդ պետությունների եւ ժողովուրդների շահը եւ ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որպեսզի մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը եւ մեր պետությունը պաշտպանենք։ Այսինքն Ռուսաստանն է Հայաստանում հիբրիդային պատերազմ անում, թե Եվրամիությունը։ Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի, ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ կլինի դա դեր նախկին պաշտոնյա, օլիգարխ այլ երկրի, թե որևէ այլ, էական չի ինձ համար։ Եթե նա փորձի ազդել Հայաստանի Հանրապետությունների ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշարքի, կեղծ լուրեր տարածելու, տարբեր տեսակի ժողովրդավարության վրա տարբեր հարձակումներով, ես կարծում եմ, որ դա ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ ժողովրդավարության պարտավորությունն է պաշտպանել իրեն եւ ժողովրդավարությունը դրա համար պետք է ունենա այո փող, դրա համար պետք է ունենա անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ եւ անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ եւ հատուկ։ Այդ հարցում Հայաստանը ունի Եվրամիության աջակցության կարիքը այդ պայքարում։ Ես կարծում եմ, որ Եվրամիության երկրներում ժողովրդավարության փորձը եւ պատմությունը եւ տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից այդ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել, որովհետեւ իսկ ով է ասել, որ եվրոպական երկրներում ժողովրդավարությունը այդպես մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար ու բոլորով դարձել են ժողովրդավար եւ ով է ասել, որ իրենք դարձել։ Բնականաբար այդ երկրներում այսօր էլ կան ուժեր, որոնք որ ժողովրդավարությունների վրա հարձակումներ են գործում, ընդ որում եւ իրենց երկրից դուրս եւ իրենց երկրների ներսում Հայաստանին անհրաժեշտ է այդ օգնությունը եւ բոլոր իմ կարծիքով ես կրկնում եմ ժողովրդավարական երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքներով, ուժով եւ գումարով եւ որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել եւ անհրաժեշտ պահի գործել հատուկ եւ կտրուկ եւ ժողովրդավարությունը դա նա է երբ ժողովուրդը ընտրում է իր ուզած իշխանությանը եւ ժողովրդի ձայնը չի կեղծում եւ ժողովրդի ձայնը չի կեղծվում եւ այն ուժը, որը ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ է ստանում եւ ժողովուրդը իրապես ընտրում է այդ ուժին, ոչ չեն բաժանվում ընտրակաշարքներ, մարդկանց չեն ահաբեկում, մարդկանց չեն ցուցակագրում, մարդկանց չեն ուղարկում ընտրությունների, մարդկանց եւ տարբեր բաներ մարդկանց հետ տեղի չի ունենում, այդպիսի իրավիճակում օրինակ ժողովրդավարության այդպիսի ընտրություններն են սովորաբար բնորոշ։ Դա չի նշանակում եւ
ուսակցությունների գրանցումներ թույլ չեք տալու, այսինքն այդ գումարները տրվում են, որ Ես չգիտեմ դա ինչ սցենար է, ես չգիտեմ դա ինչ սցենար է, չեմ կարող մեկնաբանել, որովհետև ես չգիտեմ Իսկ լավագույն փորձը, որ ասում եք Եվրոպան ունի լավ փորձեր, որ կարողացել է օրինակ այն որ ակնհայտորեն որպես տարածաշրջան, այն որ որպես տարածաշրջան, ես կարծում եմ, եթե ոչ մեկ չի վիճի, որ մեծ հաշվով Եվրոպան որպես տարածաշրջան ամենաժողովրդավարական տարածաշրջանն է, այսինքն գլոբալ առումով ամենաքիչ ընտրությունները կեղծվում են եվրոպական տարածքում, եվրոպական միջավայրում եւ իրենք աջակցել են եւ հաջողված փորձում են։ Եթե իրենք ստեղծել են ժողովրդավարությունը եւ պահել են ու շարունակում են պահել, դա ենթադրում է, որ իրենք ունեն որոշակի գիտելիքներ եւ մեխանիզմներ, որոնք որ հնարավորություն են տալիս ժողովրդավարությանը ինքն իրեն պաշտպանել։ Ես դες մեկ օրինակ բերեմ։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ, տեսեք, հա, օրինակ ժողովրդավարությունը երբ որ չկարողացավ իրեն պահպանել, ասենք Վայմարյան հանրապետությունը Գերմանիայում ինչ տեղի ունեցավ, դա արդյունքում օրինակ Հիտլերը եկավ իշխանության։ Սա այն է, երբ որ ժողովրդավարությունը իրեն չի կարողանում պաշտպանել, ինչեր կարող են օրինակ տեղի ունենալ։ Հետևաբար ժողովրդավարությունը ինքը Եվրոպայում էլ է սովորել, ինչպես պաշտպանել ժողովրդավարությունը։ Բայց ժողովրդավարության հետ կապված եվրոպացիները ասում են աչք օրինակ ձեր իշխանության բոլոր այն վատ արարքների վրա, որի ժամանակ նախկին իշխանությունների ժամանակ աղմկում էին, ակցիաներ էին անում, իսկ ձեր դեպքում Եվրոպան կարծեք թե աչքերը փակ է, ակաժները փակ է, ոչ խոսում են, ոչ բարձրաձայնում են բռնությունների, կալանավորումների հետ կապված։ Տեսեք, երկու տարբեր կարծիք։ Դուք ասում եք, որ եվրոպացիները աչք են փակում, իսկ դուք ասեցիք, որ անգամ եվրոպական հասարակական կազմակերպություններ կամ եւ այլն, տեսեք, հիմա արձագանքում են, թե չեն արձագանքում, սա մեկ, երկրորդը, ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք, երբ որ որևէ մարդ օրինակ որևէ մարդու ապօրինի են ենթադրենք բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ արձագանքեն։ Իսկ որևէ մարդու երբ որ հիմնավոր են բանտարկում, բնականաբար ինչ արձագանք է այդ դեպքում։ Իսկ ուրեմն իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, առավել քան հիմքեր եղել են, որովհետև երբ որ ես տեսնում եմ օրինակ հայտարարությունները եւ այլն, դրանք եւ դրանք համեմատում եմ մեր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ, ես տեսնում եմ, որ ապօրինություն երևի թե կլիներ հակառակը։ Ժողովրդավարականը եկեղեցուց քաղաքացու բերանը փակելով ուժային կառույցի ներկայացուցիչները դուրս հանեն։ Ես կարծում եմ ժողովրդավարությունը այն իրավիճակն է, երբ որ օրինակ միտեղ 1000 հոգի հավաքվում են, օրինակ մեկը չի կարող գալ եւ իր կամքը պարտադրել 1000-ին։ Ավտորիտարիզմը, կներեք, ներողություն, ավտորիտարիզմը ձեր ասածն է։ Ավտորիտարիզմը սա է, երբ որ 1000 հոգի օրինակ պատարագի են մասնակցում, մեկը գալիս է եւ իր կամքը թելադրում է այդ 1000 հոգուն, խանգարում է պատարագը, խանգարում է մարդկանց եւ այլն։ Ժողովրդավարությունը ասում է, որ այդ ժամանակ պետքա այդ մարդուն ուղեկցես դուրս, ինչպես արվում է, որպեսզի մնացած 1000 հոգու, 2000 հոգու, 5000 հոգու շահերը պաշտպանվեն։ Ցանկացած պարագայում, երբ որ օրինակ հիմա մենք օրինակ ենթադրենք ունենք մարդիկ, որոնք որ ինչ որ հանցանքների համար դատապարտված են, ասենք օրինակ մարդ է սպանել։ Ինչի է դատապարտվել, որովհետև հանրության շահը ավելի կարևոր է, քան այդ մեկ անձի շահը։ Նույն բանն է, հանրության շահը։ Հիմա դուք կներեք, օրինակ կարող է որևէ մեկին հարմար լինի, կներեք էլի, իր բնական կարիքները օրինակ ճանապարհի մեջտեղում հոգի։ Հիմա պետությունը պետքա գործի այդ դեպքում, թե չէ, որ ինչն է կարևոր, մնացած 1 միլիոն մարդու հանրային շահը, թե այդ մեկի իր մտքով անցածը։ Պետությունը այդ դեպքում, կներեք, ոստիկանությունը այդ դեպքում գնում է այդ մարդուն, ասում որ դու ստես բան չես կարող անել, ուղեկցում է այնտեղ որտեղ թե համար նախատեսված է, մի հատ էլ տուգանում է, որովհետև չնայած այն հանգամանքին, եթե ձեր ասածի մեջ կլիներ տրամաբանություն, եթե օրինակ պահին կներեք դուք ինձ խանգարում եք, չէ, որովհետև դուք այդ նախներ եք բերում, որոնք այդ դեպքի հետ առնչություն չունեն, օրինակ ինչի չի հեռացվում, երբ որ մեկ այլ քաղաքացի, ինչի չի հեռացում, երբ որ մեկ այլ քաղաքացի ասում է Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչի չի հեռացվում այդ քաղաքացին, ուրեմն նույն տարածքում
մասնակցել եմ բազմաթիվ պատարակների, հատկապես վերջին շրջանում 3 պատարակի բացակայել եմ, մնացած պատարակներին մասնակցել եմ եւ լսել եմ աղմուկ միայն, ես կարևոր նաեւ բան ասեմ, միայն կազմակերպված մարդկանց կողմից, ավելին ասեմ, ուրեմն սիրելի հայրենակիցներ, խորանի կողքը սովորաբար մեր ընդդիմադիր շատ սիրելի լրագրողները գալիս են, իրենք շատ լավ գիտեն, թե երբ է լինելու աղմուկը, ուրեմն մի ինչ-որ պահից իրենք կանգնած են, ոչ մի բան չեն անում, հետո ինչ-որ պահի բոլորը հանում են իրենց ուրեմն հեռախոսների տեսախցիկները միացնում են, ու այդ արդեն գիտենք, էլի շուտով սկսելու է աղմուկը։ Եվ մոտավորապես 1 րոպե հետո մի աղմուկ, եւ երբ որ այդ թամաշան ավարտվում է, մեր լրագրողները անջատում են իրենց հեռախոսները, մի մասը եւ հիմնականում պատարակը թողած գնում են։ Այդ ամեն ինչը տեսնում եք, իմ ասածը չտեսնեք, որ մարդել կա, գոռում է կտրիչ ներսիչյանը պետք է հեռանալ, կազմակերպված նրա համար է, որ ձեզ ցույց տան այս հիբրիդային հարձակումը դա է, այդ դրա համար է պետք բանա գիտելիքներ եւ այլն, որպեսի մենք թույլ չտանք, որպեսի որոշ լրատվամիջոցներ կարողանան ձեզ կտոր առանձին իրենց համար սարքած իրենց կողմից սարքած կտորները այնպես մատուցեն, թե ձեզ թվա թե այդտեղ մի թեման ինչն է, ոչ թե մեծ է, իսկ թեման ինչն է, որ նույն տարածքում խոսքը դա է, չի տեսել։ Պարոն Պապոյան, դուք ասացիք, որ այդ փորձը կարող է օգտակար լինել։ Հիմա այդ փորձի փոխանակման համար Հայաստանը օրինակ քննարկումներ կամ բանակցություններ ունի եվրոպական կողմի հետ։ Ես սկզբում ասացի, որ ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցում, հետեւաբար չեմ կարող հաստատել կամ ներժել։ Բայց ես ասացի, որ այդպիսի որպես դիրքորոշում, որպես process ես նորմալ եմ համարում։ Եթե անգամ չկա, նորմալ կհամարեմ, որ լինի, եթե կա, էլի նորմալ է։ Իսկ դա չի լինի օրինակ միջամտություն Հայաստանի ներքին։ Մայլ Եմեն միջամտություն։ Ոչ, որովհետև տեսեք, նախ ինչ նկատի ունենք միջամտություն ասելով։ Եթե մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում ու ասում եք այս մարդը ասենք ահաբեկիչ է ուզում է ինձ սպանի կամ ծեծի այդ դեպքում դա եթե դուք համարում եք որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է միգուցե ես կարծում եմ որ եթե դա միջամտություն է այո ես այդ միջամտությունը հաստատում եմ եթե միջամտություն չէ եթե մենք Եվրամիության Ես ասում եմ, լավ, մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Դուք բնակարան եք գնել, տեղափոխվել եք եւ ձեր վերևի եւ ներքևի հարևանը շաբաթը 7 օր, 24 ժամ աղմկում է եւ չի թողնում ձեզ դուք օրինակ իրավունք ունեք, ենթադրենք հայցելու որևէ պետական իրավական մարմնի աջակցություն, որպեսզի թողի դուք քննեք։ Պետական մարմնի այո, բայց այստեղ Եվրամիության մասն է ես հարցնում եմ։ Սա ես համարում եմ, որ եթե որպես խորհրդատվություն, որպես աջակցություն, դա մի իրավ, այսինքն պետք է խնդիրը նայել այսպես։ Եթե մի կողմում նժարի վրա հետևյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը, այո, ակնհայտորեն ես կնախաձեռնեմ դա, որպեսզի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի։ Դուք չեք բռնությամբ իշխանություն վերցնում, պարոն Պապոյան, այն ուժերը, որոնք որ կփորձեն այդպիսի բան անեն, բնականաբար ժողովրդավարությունը իրեն պետք է պաշտպանի եւ համապատասխան գիտելիքներ, մեթոդներ եւ ֆինանսավորում դրա համար եւ գործիքակազմ պետք է ունենա։ Օրինակ Վրաստանը, պարոն Վրաստանը Եվրամիությունը։ Դա ձեր մոտեցումն է, կարող լինի հարցնում եմ։ Պարոն Ինչ առումով Տեսականորեն բոլոր տեղերից չեմ բացառում։ Ինձ համար կարևորը հետևյալն է, որ մեր ինքնիշխանություն ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի։ Այսինքն այստեղ իմ համար էական չի, ցանկացած արտաքին ուժ, որը կուզենա մեր երկրում
ժողովրդավարությունը եւ ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել, ինչ տարբերություն իմ համար ինքը որտեղից է։ Իմ համար մեկ է։